Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նիկոլ Փաշինյանը ջանում է կանցես թե Արցախի մասին հիշողությունները ջնջել։ Ըստ ձեզ նա կհաջողվի մարդկանց մտքից ջնջել Արցախի մասին բոլոր հիշողությունները, նորացության տալ Մարդկանց հայրենիքը մոռացության չեն կարող տալ, ինչպես կարող են տալ։ Նայեք, մի հատ, եթե դեմ չեք, թող օպերատորները ցույց տան ինչա կատարվում այնտեղ։ Այս բանին տեսեք երեխաները ինչ են անում։ Սա է ցուցիչը, որ ոչ մեկ չի կարող մոռանալ տալ։ Տեսեք։ Հիշենք, որ Նիկոլ Փաշինյանն էր, որ ասում էր Արցախը Հայաստան է երբեք, որ հիմա ասում են դա իրենց սխալն է, որ Ղարաբաղը ճանաչում են Հայաստանի կազմին։ Եվ դա եղավ ցուցիչը, որտեղ։ Իսկ մեր սխալը որն էր։ Մեր սխալը երևի էր, որ իրենց վստահեցինք մեր երկրի անվտանգությունը։ Մեր սխալը պետք է որ առաջ գզենք, որ այլևս էլ չվստահենք իրենց մեր երկրի անվտանգությունը, որովհետև ամեն անգամ սխալ կատարելուց հետո իրենք ասում են սա եմ սխալվել, հետո ասում են եւս մեկ անգամ սխալվեցինք, չի կարելի ներել այդքան սխալներ, եթե այդ սխալները արժեք ունեն, իսկ արժեքը հազարավոր զոհեր ունեն։ Պարոն Կարապետյան, քանի որ քարոզարշավ է սկսել եւ դուք մարզերում եք արդեն, մի քագրել եք հիմնական խնդիրները, որոնք են մարզերում, հաշվի առնելով, որ պարոն Կարապետյանն ասում է բարեփոխումները հենց մարզերից են սկսելու եւ նաեւ այս համատեքստում անգեղակոթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը եկել իրենից առաջ Բրեժնևն էին ասֆալտ արել։ Այս հարթության մեջ կգնահատեք քարոզարշավի նաեւ մեկնարկը։ Սիսիանի շրջանը, անգեղակոթը, բռնակոթը, Սիսիանը Հայաստանի ամենամեծ գործազրկությամբ շրջաններից է։ Մարդիկ, երբ մենք գնացել էինք այնտեղ, աղքատություններ մասսայական, անգամ անասնապահություն էին դադարել զբաղվել։ Ինչի մասին է խոսքը, ինչ ռեմոնտ, ինչ ասֆալտ։ Մենք պետք է մարդկանց աշխատանքով ապահովենք եւ ունենք ծրագիր Սիսիանի շրջանի եւ Սիսիան քաղաքի եւ հարակից գյուղերի հետ կապված։ Այսօր երեկոյան լինելու ենք այնտեղ եւ պատմելու ենք թե ինչ ծրագիր ունենք Սիսիանի եւ հարակից գյուղերի բնակչության զբաղվածության հետ կապված, որպեսզի մարդիկ արտագնա աշխատանքի չգնան, որպեսզի մարդիկ կարողանան նորմալ ապրել։ Իսկ ինչ վերաբերում է պարկ վերցնել, ռեմոնտ անել, դա բոլորը կարող են։ Իսկ ինչպես է գնահատում այսօր իշխանության եւ հասարակության հետ կապը, շփումը, դուք էլ նույն կերպ եք շարունակելու շփվել, թե ինչ որ կառույցներ կլինեն, որ ավելի այսպես մասսայական, ոչ անձնապես նամակով կդիմային կամ այսպես հանդիպումների ժամանակ, ինչպես եք պատրաստվում շփումը։ Հայաստանի իշխանությունները ընդհանրապես բավականին այդ առումով դինամիկ կապ կա հասարակության հետ եւ տարբեր հարթակները որ կան, դա դինամիզմ է ապահովում, ինչը մենք չենք կարող չնկատել։ Դա պետք է շարունակվի, դրական է այդ հարցը։ Ապագայում բայց պետք է լինի, տեսնեք ինչքան խնդրանքներ կան անձնական։ Անձնական խնդրանքների ուղղությամբ պետք է լինի առանձին գրասենյակ, որը զբաղվում է մարդկանց անձնական խնդրանքներով։ Հիմա էլ կա գիտեմ, բայց աշխատանքի ձևը մի քիչ ուրիշ ձև է։ Մի քիչ երկար պատմություն է որ ներկայացնել, բայց մարդկանց հազարավոր հայրենակիցներ ունեն խնդրանքներ։ Դրանք կազմակերպելու համար պետության ղեկավարը պետք է ունենա առանձին գրասենյակ, որը հենց զբաղվում է այդ խնդրանքների իրականացմամբ, որոնցից մեծ մասը ուղղակի տեխնիկական հարցերի լուծում են, այլ ոչ թե ինչ-որ մեծ ռեսուրսատար բաներ պետության համար։